Նորություն չունենք, ասում եմ հացի պատասխանի։ Սերտեշան, ձեր Պատրաստել բանդրավտավ։ Դերևս նորություն չունենք, հացում է, չենք հետնակում դերևս հացի պատասխանի։ Բոլում ենք հացում մարդնվազում հետիրելի թե երկրը դեպի Ես չեմ կարող, դրամադրվածությունը մանավանդ փորձառու երկրականի աշխատանքավորը դեպքում բարձր նկատելի չի լինի, ավելի դրամադրվածություններով չէ, փաստերով մենք գործ ունենք, իսկ նրանց դեպքում պատմել փաստերը որ կան, որ բալանքի դեպքում չկարողանա։ Ես մի հարց տամ, քննչական ինչպես է հիմնավորում ինչի ուզում որ մենք ստանենք կալանքի, հենց կալանքի ու ոչ թե նայում ինչու է այդ տարբերությունը։ Տարբերությունը մեզ չկարողացան եկել, ասած բացատրել, տարբերությունը կարծում եմ այստեղ ավելի շատ է։ Ինչու՞ն է։ Այն նկատում եմ, որ առջևում ուղղությունն է, այն նկատում եմ, որ երբ ուզում են օգնել երևի նախադեպ ստեղծել, վախում են որ խորացնել շարունակել, որ դիմադիր կլինի ճշտում է չնայած երիտասարդը որևէ քաղաքական ուսացական բան չի, սակայն ես ընդհանուր դիրքին ընդհանրի ես ճնշում եմ հետաքրքիր ճնշում եմ նաև իմ համար կրկնեք ցավալի է որ դիպված է եկեղեցում ցավալի է որ ստացվում է եկեղեցի ինչ կերպով Ինչու պետք է զինված ազգային եկեղեցի դուրս գա Գործունեության միջանալու նպատակով հնություն գործադրել աշխատանքի նպատակով։ Այսինքն եկեղեցիներ, գայրը հասկանալի է թե այս համեսկալիսնպես թե այդ ամենը ինչական ասում է որպես ինչի հանդիպած բնություն գործարվում անձին նպատակով չի ենթադրվում, որ անձը պետք է հանդացել է։ Ես նախորդ պատասխանով ասացի, որ Բայց պետք է ճանաչել։ գործընթացում դրան բանություն այո, եթե Քանի դարիքին մեղադրում են հենց հարվածելու, մյուսներին մեկին կազմակերպելու, մյուսներին միջամտելու, օժանդակելու։ Գուցե դրա պատճառով է, որ քննչականը հենց նրան է առանցքային վերականգնում խոսք տանել կալանքին։ Տեսեք, բարեբախտաբար մյուսները չեն, մյուսների նկատմամբ այդ միջնորդությունը չի եղել, բայց ձեր ասած հարցից հենց այդ տրամաբանականը երևում է պատասխանի տեսանկյունից այն, որ եթե կա կազմակերպիչ, ապա ոնց կարող է կազմակերպիչն ավելի խիստ վիճակում չլիներ։ Պարզը չէ, որ այդ ամենը չկա, պարզապես այդ ամենը շղարշ է հանրության մոտ վիճակ ստեղծելու, տպավորություն ստեղծելու եւ վստահաբար կարող եմ ասել, որ ժամանակ անց պարզվելու է, որ երիտասարդը ոչինչում մեղավոր չէր։ Ու նաեւ ցավալի է, որ մենք գործ ունենք դպրոցական տղայի հետ ու նաեւ գիտեք ինչն է այդ խտրական խոսույթը որ կա էլի, այսինքն նույն իշխանական զանգվածից ես
հասցրել եմ մի քանի պատգամավորների կամ գործիչների խոսք լսեմ, որոնք սարսափելի կերպով դատապարտում, ինչն են դա, իսկ ինչի չեն դատապարտում, այն որ եկեղեցին ծեսը փորձ է արվում օգտագործել ինչ-որ քարոզչության համար, ինչի դա չեն դատապարտում։ Երբ մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած աղոթում էին ու այդ իրարանցումը ինչի եղավ։ Հենց այդ խնդիրը հենց դրանում է ու այդ սա այս հետևանքն է այս վերջի ամիսների այս հակաեկեղեցական լուրջ քարոզչության, այս սրա հետևանքն է, այդ մթնոլորտի ստեղծելու հետևանքն։ Պարոն Հարությունյան, այնտեղ կադրում երևում է, որ այնուամենայնիվ ձեռքը առաջ է տանում։ Դա հարվածել կարելի է որակել։ Ինչպես կարելի, եթե ձեռքը առաջ տանել է, հարվածել է, ուրեմն մենք նոր ինչ-որ տերմինների հետ գործ ունենք, ես համենայն դեպս կադրում չեմ տեսել, որ հարված տեղի ունեցել։ Իսկ ինչ վերաբերում է բռնությանը, մենք օրենսդրական մակարդակով նախադեպերով արձանագրված է, որ բռնությունը դա 2 եւ ավելի գործողություններ, մենք այստեղ չենք տեսնում այդ բռնությունը։ Իսկ դա ովքեր են առաջինը հարվածել, թե ինքն է հարվածել, այսպեսի տեղեկություններ են նաև շրջանում։ Ես տեսանյութ եմ տեսել բազմաթիվ ընդգծած այդ հատվածը կարմիրով ֆիքսված համացանցում, որտեղ երևում է, որ Դավիթի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն է լինում։ Դավիթը ինչ-որ մի պահ հայտնվում է գետնին։ Համենայն դեպս այս պահին 18-ամյա երիտասարդին միջնորդելը կալանքի կարծում եմ սա ավելի շատ պատժիչ դրա առողջական վիճակի մասին։ Այո, առողջական խնդիրներ չեմ ցանկանա բացել փակագծեր, բայց համենայն դեպս այնպիսի խնդիրներ կան, որոնց արգայության պարագայում պետք է այդ միջնորդությունը տեղի ունենա։ Տրամադրությունը։ Շատ լավ տրամադրություններ ես չէի ճանաչում, անկեղծ ասած, առաջի անգամ տեսա այսօր լուսավոր երիտասարդներ, շատ այնպես դրական տպավորություն թողեց եւ ուրախ եմ, որ ունենք այսպիսի երիտասարդներ, որոնք նույնիսկ այստեղ հայտնվելով իրենց պահում են արժանապատիվ եւ նաեւ շփման ընթացքում երևաց կրթվածությունն ու դաստիարակված լինելը։ Նաեւ դատաբժշկական փորձանքության հետ կապված արդեն պատասխանը եզրակացությունը կա եւ դա դատական նստում այդ մասն է։ Դատաբժշկական փորձանքության պատասխանին չեմ անդրադառնա, հարվածի հետ կապված այս պահին չեմ անդրադառնա դրան, բայց նաեւ կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր, բավարար էր, որ այս կալանքի միջնորդությունը չլիներ։ Եկեք ես քննչականը ինչպես է հիմնավորում, որ պետք է օրինակ ոչ թե լինի ստորագրությամբ ազատության մեջ կամ տնային կալանքի տակ, այլ հենց պետք է լինի կալանքի տակ։ Այսինքն ինչ հիմքեր կան ըստ քննչականի։ Հիմքեր ընդհանրապես չկան, բոլորը ենթադրություններ են, չափազանց անհիմն, որ կարող է թե նոր հանցագործություն կատարել, նաև պայմանավորված իրավիճակով արժևում ընտրություններ եւ այլն, պարզ է, որ նորից եմ կրկնում, այդ հիմքերը բոլորը մերկաբարնոց են, այդ ներկայացված փաստարկները բոլորը անհիմն են, միակ ստեղ խնդիրը, որը ես կարծում եմ, սա նախադեպ ստեղծելն է։ Պարոն Հարությունյան, Գևորգ Գևորգյանին մեղադրում են կազմակերպելու համար, բայց մարդը ասել է, որ երեխաներին չի ճանաչում։ Եթե մեկին չես ճանաչում, ինչպես կարող ես կազմակերպել։ Ես չգիտեմ դա ինչպես կարող ես, բայց ներողություն եմ խնդրում, այն տեսանյութը, որ ես տեսել եմ, ճիշտ է, ես անձամբ ճանաչում Գևորգ Գևորգյանին, բայց շատ-շատերը, որ նույն իրավիճակում կանգնած էին, նույն կերպ կարող է համարվեին կազմակերպիչ, դա ինչի կազմակերպիչ, որովե կազմակերպում են մի բան, որը տեղի է ունեցել, ինչ կազմակերպել։ Այսինքն ինչպես կարող են հարվածելը կազմակերպեն, եթե այդ ամենը նախ հարված չի եղել, երկրորդը այս դիպվածը դա հախուռ դրսևորում է եղել այդ լարվածության ընդամենը, որ խոչընդոտվել է ծեսը։ Եկեք դրան անդրադառնանք ու իրավապահ համակարգը հիմա առաջի հերթին պետք է դրանով վարույթ նախաձեռնած լիներ, որ հոգևորական ծեսի խոչընդոտման հետ կապված ու նաև այդ նախադեպը պետք է հասկանալ, որ նույնիսկ նախկինում, չգիտեմ, միջնադարում, երբ որ ասպետները կամ չգիտեմ իշխանները մտնում են եկեղեցին, զենքը թողնում էին դուրսը, իսկ այսօր ինչ-որ շքախումբով անվտանգությունով մտնում են դուրս են գալի, նորմալ չի էլ այդ ամեն ինչը կարծում եմ։ Եկեք ավարտեմ էլի։